Ոչինչից պետք չի վախենալ, հատկապես աշխատանքից, հատկապես բարդ պրոյեկտներից, պարզապես հաճույք եմ ստանում։ Թերսել ընկերությունում զբաղեցնում եմ գլխավոր տնօրենի տեղակալի հաստիքը, ունեմ պատասխանատվության ոլորտ եւ բացի պատասխանատվության ոլորտից նաեւ հիմնական եւ գլխավոր պրոյեկտները, առանցքային պրոյեկտները, որոնք Թերսել ընկերությունը իրականացնում է, այդ պրոյեկտների ղեկավարն եմ հանդիսանում նաեւ։ Մեր աշխարհը ընդհանուր առմամբ գնում է դեպի թվայնացում եւ կարծում եմ թվայնացման աշխարհում աշխատելը շատ հետաքրքիր է եւ ինքնազարգացման համար էլ է շատ արդյունավետ։ Թերսել ընկերության հետ իմ ճանապարհը խաչվեց տրանսպորտի նախագծի շնորհիվ։ Թերսել ընկերությունը հանդիսանալով մասնավոր ընկերություն պետք է մեծ նախագիծ իրականացնել պետական մարմնի հետ։ Իսկ բոլորս էլ գիտենք, մասնավորը մի փոքր այլ լեզվով է խոսում, պետականը մի փոքր այլ եւ այդ երկու լեզուների մեջ մի տեսակ թարգմանիչ է պետք։ Եվ հաշվի առնելով իմ երկար տարիների աշխատանքային փորձը պետական համակարգում, կարծում եմ գտան, որ ես կարող եմ գլխավորել այդ նախագիծը, լինելով եւ պետականի կողքը եւ մասնավորի կողքը ինձ բավականին հեշտ էր, որովհետեւ երբ որ պետականի հետ էի շփվում էի իրենց լեզվով, երբ որ մասնավորի կողքն էի շփվում էի, փորձում էի թարգմանել պետականի ասելիքն ու խոսքն էի ուզում փոխանցել պետականի մասնավորին, որպեսզի աշխատակիցներին նույնպես ընկալելի լիներ։ Հետո մի հատ sense առանձնահատկություն էլ կա։ Պետականի ռիթմը եւ մասնավորի ռիթմը մի փոքր տարբեր են եւ պետք է համահնչեցնել այդ երկուսը։ Ընդհանրապես ապացուցված է, որ պետական մասնավոր համագործակցությունը միշտ լավագույն արդյունքներն է դրսևորում։ Երբեմն նախագծեր է լինում պետական համակարգում, երբ որ ներես դնում, առաջին հայացքից եւ առաջին ընկալումը հանրության կողմից շատ բացասական է լինում, բայց անցնում են տարիներ եւ երբ որ մարդկանց ասում եք հետ դարձեք եւ թվարկեք այն հաջողված պրոյեկտները, որը օրինակ ինչ որ կառավարություն իրականացրել է, եւ մարդիկ ակամայից հիշում են հենց այն պրոյեկտը, որի մասով ամենաշատն է դժգոհություն է եղել առաջին հայացքից եւ կենսաթոշակային համակարգի այդ ռեֆորմը դրա վառ ապացույցն է։ Ես վստահ եմ, որ անցնելու են մի քանի տարի, շատ չէ, 2 տարի, եւ մեր հանրությունը ուրիշ հայացքով է նայելու այս նախագծին եւ հասկանալու է, որ Երևան քաղաքը մի քայլ առաջ գնաց, որպեսզի դասվի այն քաղաքակիրթ քաղաքների շարքում, որը ունի ժամանակակից վճարային համակարգ տրանսպորտային։ Աշխատանքում հաջողությունների հասնելու համար կարևորում եմ պատասխանատվության զգացումը, հատկապես եթե դա վերաբերում է ղեկավար անձնակազմին, արդյունավետ որոշումների կայացման կարողությունն է շատ այսօր գնահատվում, որովհետև երբեմն գլխավոր եւ կարեւոր դերակատարություն ունի ճիշտ կայացրած եւ ժամանակին կայացրած որոշումը։ Դու կարող ես ճիշտ որոշում կայացնես, բայց ուշացնես եւ դա ժամանակավրեպ լինի արդեն։ Դրա համար պետք է ղեկավարը արագ, արդյունավետ որոշումներ կայացնի, որովհետև իր կայացրած որոշմանն է սպասում ամբողջ կոլեկտիվը։ Եվ եթե դու հետաձգում ես քո որոշման կայացումը, կոլեկտիվը անորոշության մեջ է մտնում եւ շարժվում է քաոտիկ եւ այն ռեսուրսը, որը օգտագործվում է անարդյունավետ։ Արդյոք ես ժամանակ գտնում եմ հանգստանալու թե ոչ, միշտ զբաղված եմ եղել եւ միշտ աշխատանքս այսպիսի հագեցված է եղել բոլոր տարիներին, սակայն ավելի երիտասարդ տարիներին ես անգամ արձակուրդ չէի վերցնում եւ տարիներով կարող արձակուրդ գնացած չլինեի եւ հանգստացած չլինեի, բայց աշխատելով Մոսկվայում մի հետաքրքիր
երևույթ ես նկատեցի իրենց մոտ եւ դա սովորեցի իրենցից, որ մարդը ինչքան լավ է աշխատում, այդպես լավ էլ պետք է հանգստանա, որովհետեւ հանգստացած մարդը ավելի արդյունավետ է աշխատում, քան առանց արձակուրդ երկար տարիներ սպառած մարդը։ Ունեմ նախասիրություններ, առաջին նախասիրությունս դա ճամփորդելն է, ամենափոքր առիթը, եթե 3 օր հանգստյան օր ես գտնում եմ, ես պարտադիր ճամփորդում եմ, օգտվում եմ այդ հնարավորությունից եւ սպորտով եմ սիրում զբաղվել, մասնավորապես մեծ թենիս եմ սիրում խաղալ եւ համարում եմ, որ մարդ պետք է ակտիվ կյանքով զբաղվի եւ ակտիվ հանգստանա, որպեսզի նույն ձևով ակտիվ վերադառնա աշխատանքի։ Միշտ ասել եմ, որ աշխատասիրությունը մեծ դերակատարություն ունի եւ շատերը փորձում են գտնել ինչ-որ տարբեր ուղիներ հաջողության հասնելու, մեկը ինտրիգներով, մեկը ծանոթությամբ, մեկը բարեկամով, բայց հավատացնում եմ ամենաարդյունավետ գործիքն է աշխատասիրությունը։ Երբ որ դու աշխատասեր ես եւ քո ողջ ներուժը ներես դնում եւ հավատում ես, որ դու հաջողության ես հասնելու, հաջողությունը անպայման գրանցվում է։ Երբեմն մի փոքր ուշացմամբ, երբեմն մի փոքր սпасել է իրեն տալիս, բայց ինքը առանց արդյունքի չի մնում։ Աշխատասիրությունը միշտ գնահատվել է։ Եվ կարծում եմ գնահատվելու է դրա համար բոլորին խորհուրդ եմ տալի՝ մի վախեցեք աշխատանքից, ջանասիրությամբ ներդրեք ձեր ռեսուրսը, հնարավորություն, քանի դեռ երիտասարդ ենք, մեր ռեսուրսը ավելի շատ է եւ մենք կարողանում ենք ավելի շատ բան տալ, հավատացնում եմ երիտասարդ տարիքում այն ինչ որ մենք տվել ենք, հետագայում մենք դա ստանում ենք անպայման։